Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում Պարի փառատոն է անցկացվում։ 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով։ Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները։ Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը։ Համույթի պարուսուցիչների այցերը տարեկան 3 անգամ են, որոնց ընթացքում երրորդյա մաստեր կլաս են անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ։ Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ մասնակցում են ժամանակակից պարի աշխատարաններին և ուրախ են տեսնելու արձանագրելու Գեղարքունիքի և իզերի դեպարտամենտի համագործակցված աշխատանքի արդյունքը։ Հայ ընկերներիցս մեկին հարցրի, ինչ է քեզ համար այս գործակցությունը։ Պատասխանեց, կարևորը այն չէ, որ դու ֆրանսիացի ես, ես հայ։ Կարևորը այն է, որ երկուսս էլ պարող ենք։ Պարի փառատոնը միջոց է համախմբվելու ոչ թե ես սիրում եմ հայերին, ես սիրում եմ ֆրանսիացիներին մակարդակում, այլև մշակութային երկխոսությամբ, գիտելիքներ փոխանակելով։ Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկված են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները։ Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից։ Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման մասնակիցները բացահայտում են ոչ միայն այլ ազգերի, այլև Հայաստանի տարբեր մարզերի պարի ավանդույթները։ Այսպիսի միջոցառման անցկացումը Գավառ քաղաքում ոչ միայն ֆրանսիական հարաբերությունների, բարեկամական կապերի ամրապնդմանն է նպաստում, այլ նաև տարբեր համայնքների, մարզերի միջև կապի ստեղծմանը եւ շատ ուրախալի էր, որ մենք նաև մեր քաղաքում հյուրընկալել ենք Գորիսի մեր երեխաներին, սա նաև հնարավորություն է, որպեսզի մեր երեխաները ազատ ժամանակ անցկացնեն Գավառում, ծանոթանան մեր քաղաքին, պատմությանը։ Երկօրյա փառատոնի բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր, իսկ լավագույն 2 պարախմբի խրախուսում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ու Գավառի համայնքապետարանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։